ամիսը կլինի մեծ բիզնեսի ամիս, համագործակցության հնարավորություններ ավելի շատ բիզնեսով զբաղվողների համար։ Ինչ վերաբերում է ֆինանսական վիճակին, ապա ձեզ ոչ մի կորուստ եւ խնդիր չի սպառնում։ 2010 թվականը մեր ժողովրդի համար կարծում եմ բավականին դժվար տարի էր ու հիմնականում նշանավորվեց ճգնաժամի հաղթահարման տարի, որը կարծում եմ 2011 թվականին վերջնականապես իր ավարտին է հասնելու եւ 2011 թվականին կան ավելի մեծ ակնկալիքներ, ես կցանկանամ կայունություն մեր բոլոր ընտանիքներին, բարեկեցություն եւ ֆինանսական կայուն տարի թող լինի, միաժամանակ ուզում եմ մեր ամբողջ հայ ժողովրդին եւ կապանցիներին շնորհավորել ամանորի եւ Սուրբ Ծննդի կապակցությամբ, ցանկանալ բոլորին նախ խաղաղություն կցանկանամ, առողջություն, հաջողություններ եւ բարեկեցություն գալիք տարվա համար։ Մայիս ամիսը պահանջում է ավելի շատ հոգատարություն բնակչության նկատմամբ, այն նպաստավոր է լինելու հատկապես առողջության համար, սակայն դա կախված է խնամքից։ Որոշ կենդանակերպի տակ ծնվածներ պետք է առաջնային ուշադրություն տան հատկապես առողջությանը։ Մենք այս տարին նոր հավատով ենք մտնում, ունենք արդեն վերանորոգված որոշակի մասնաշենքեր եւ բաժանմունքներ եւ մեծ սպասումներ, որ 2011 թվականին մենք ունենանք ժամանակակից իր բոլոր դիագնոստիկ եւ բուժական հնարավորություններով բժշկական կենտրոն։ Այդ ամենը մի բանի նպատակ ունեն, որ կարողանանք ապահովել ձեր եւ մեր բոլորի առողջությունը։ Ունենանք լավ բժշկական կենտրոն, ունենանք բոլոր հնարավորությունները, բայց դրա հետ միասին ունենանք առողջ եւ բարեկեցիկ համայնք եւ ժողովուրդ։ Ես շնորհավորում եմ բոլորիդ նոր տարին, ցանկանում եմ ձեզ հաջողություն, երջանկություն, առողջություն եւ օգտվելով խնդրանք նաեւ, որպեսզի դուք մի քիչ ավելի ուշադիր լինեք ձեր եւ ձեր հարազատների առողջության նկատմամբ։ Քանզի ըստ ինձ շատ ավելի կարեւոր եւ ավելի մեծ բան չկա, քան ունենալ լավ առողջություն, ունենալ առողջ զավակներ, ունենալ առողջ ծնողներ։ Ես բոլորիդ եկողնար տարվա ընթացքում բարեկեցություն եմ ցանկանում, արևշատություն եւ ցանկանում եմ, որ այսօրվա այս տոնական ուրեմն ընթացքը ամբողջ տարվա հետ նաեւ շարունակվի։ Հունիս ամիսը ներկայացնում է յուրօրինակություն, նոր առաջնորդներ կառաջանան, նոր հարաբերություններ ու համագործակցություններ կսկսվեն։ Եթե կան բաներ, որ ցանկանում եք իրագործել ձեր կարիերայում 2011-ին, ապա դուք կունենաք բոլոր հնարավորությունները։ Մենք մի քանի ժամից արդեն անցնելու ենք 2011 թվականը, իմ ցանկությունները 2011 թվականին նույնն են, այնինչ ցանկացա ես 2010 թվականին, այսինքն զորավարքային եւ զորակոչային բոլոր առաջադրանքների կատարում, խաղաղության ապահովում մեր խաղաղ ժողովրդին եւ օգտվելով առիթից ես հայ ժողովրդին, իմ սիրելի սյունեցիներին, բոլորին ես շնորհավորում եմ ամանորի եւ Սուրբ Ծննդյան օրվա կապակցությամբ, բոլոր ընտանիքներում ես առողջություն եմ ցանկանում։ Ցանկանում եմ խաղաղություն լինի։ Ցանկանում եմ, որ բոլորը այն ինչ մտադրություններ ունեն, ինչպիսի իղձեր ցանկություններ ունեն, թող ի կատարածվի, թող այն պլանավորումները, որ ընտանիքներում պլանավորված են հաջորդ տարվա համար, թող դրանք դառնան իրականություն, ուրախություն տիրի բոլորի ընտանիքներում եւ ամենաառաջնահերթը այդ ամենը խաղաղության ներքո։ Շնորհավոր բոլորիդ ամանոր եւ Սուրբ Ծնունդը, սրտանց մենք ձեզ հետ ենք։
սեր առնեմ ես քեզանից, բայց դու անգութ հեռացել ես ինձանից, աչքերիդ մեջ նայելով ես թախից, նորից լսում եմ ու պատմում եմ բոլորին, սեր եմ տվել, որ սեր առնեմ ես քեզանից, բայց դու անգութ հեռացել ես ինձանից, աչքերիդ մեջ նայելով ես թախից, նորից տխրում եմ ու պատմում բոլորին, ես առանց քեզ կապրեմ առանց արևին, ես առանց քեզ մենակ մնամ երևի, ես առանց քեզ ինչպես թռչուն առանց թևի, ես առանց քեզ կապրեմ առանց արևին, ես առանց քեզ մենակ մնամ երևի, ես առանց քեզ ինչպես թռչուն առանց թևի, Որից եկել եմ քեզ ասեմ սիրելիս, որ իմ հոգի նորից տխուր է ու լալիս, ճամփես մենակ էլի քայլում եմ տխրալի, ամպերի մեջ եմ փնտրում իմ արևի, նորից եկել եմ քեզ ասեմ իմ սիրելիս, որ իմ հոգի նորից տխուր է ու լալիս, ճամփես մենակ էլի քայլում եմ տխրալի, ամպերի մեջ եմ փնտրում իմ արևի, ես առանց քեզ կապրեմ առանց արևի, ես առանց քեզ մենակ մնամ երևի, ես առանց քեզ ինչպես թռչուն առանց թևի, ես առանց քեզ կապրեմ առանց արևի, ես առանց քեզ մենակ մնամ երևի, ես առանց քեզ ինչպես թռչուն